Երկար կպատասխանեմ, եթե դեմ չեք։ Հա, ինչ մեր դեմ, ինչ թեզ պետք է այդ մարդիկ առաջ բերեին։ Հիմնականում օպոնենտների դեմ բերում են թեզեր, որոնք վախեցնում են հանրությանը, որ փորձեն վախեցնել։ 21-րդ դարը մենք բոլորս ազատության սերունդ ենք այստեղ։ Այսինքն մեզ այո, մեզ ուրեմն բանը ազատության սերունդ ենք, իհարկե Սարգիսով հասկանալով մարդում ենք, որ իրենք կարող են այդ հղումը անել, բայց շատ կարևոր է, որ արդեն սովետական միությունը փլուզվել է անվերադարձելիորեն։ Սովետական միության փլուզման մեջ արմատական դեր է ունեցել Հայաստանի Հանրապետության այսօրվա հասարակությունը Ղարաբաղի շարժումը։ Եվ դրանից հետո այն ազգային ինքնագիտակցությունը, որին մենք հասել ենք, թույլ չի տա այստեղ գտնվող որևէ մեկին վտանգի տակ դնել 1000 տարի հետո վերականգնված անկախությունը։ Ինչի մասին է խոսքը, դա քննարկելի է ուղղակի, որ անկախության սերունդը, նոր երիտասարդությունը հարցի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Նախորդ անկախության կորուստը մենք վերականգնեցինք 900 տարի հետո։ Յուրաքանչյուր տերմինին դեմ ենք, եթե դա մեր սուվերենության կորուստի մասին է։ Կողմենք միայն տնտեսական ինտեգրացիաներին եւ այն ուղղություններով նաեւ, որը թերագնահատվել է։ Մյուս բանը, ինչպես նշեցիք, շատ կարևոր է նաեւ կուզեի ավելացնել առաջի հարցից։ Դուք ասացիք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կուզեմ մեկ անգամ էլ ասել։ Շատ կարևոր է հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ, բայց կա մի հատ հարց։ Մենք պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը, որովհետեւ ամեն ինչ որ ժամանակը մեկ կարող է քո հիմնական դաշնակցի մոտ լինի վիճակ, որը քո անվտանգային խնդիրներ կարող է քո համար ստեղծել։ Դրա համար ավելի լայն դաշինքները միջազգային Հայաստանի համար ընդունելի են։ Կարողացա չէ։ Օրինակ դուք պատկերացնում եք արևմուտք ձեր հակվածությունը այնպես ինչպես օրինակ ԿՊԱ-ներն են ներկայացնում, չէ՞, իրենք իրենց արևմտյան շատ լավ։ ԿՊԱ-ները ճիշտ եք ասում, ներկայացում են իրենց արևմտյան ուժիկներով, որովհետև ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ արևելքում իրենք չկարողացան հարաբերություն ստեղծել։ Արևմուտքում կարողացան մի քանի անգամ հանդիպում ունենալ, բայց եթե իրենք կարող են Հայաստանի համար լուծել այն տնտեսական հարցերը, որը ժամանակին արևմուտքը լուծել է օրինակ Չեխիայի համար, նստենք քննարկենք եւ ուղղակի մեզ գովազդն են ցույց տալի, բայց տակը բան չկա։ Սա ուղղակի մենք վճարելու ենք դրա համար, բայց ստանալու ենք ոչ մի բան։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իմ խորին համոզմամբ ունակ չէ Հայաստանի համար ապահովել այնպիսի աջակցություն, տնտեսական եւ ոչ միայն, ինչպիսին ժամանակին ստացել է Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը։ Այս պարագայում արևմուտքից այս պարագայում մենք տեսնում ենք, որ մենք ունակ ենք տնտեսական այնպիսի հարաբերություններ հաստատել այդ երկրների հետ, որ մինչև այսօր չի եղել։ Ճիշտ է, դա դժվար չէ, որովհետև հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են։ Օրինակ Ֆրանսիայի հետ առևտուրը $100 միլիոն է Հայաստան։ Մեծ հերոսություն չի լինի մեզ համար Ֆրանսիայի հետ առևտուրը մեծացնել, բազմապատկել երկու անգամ օրինակ, բայց անգամ դա է ձեռք բերում։ Մենք պետք է եւ վստահեցնում եմ ձեզ, արևմտյան երկրների հետ տնտեսական հարաբերությունները կզարգանան ավելի դինամիկ, քանի որ երկրում լինելու է ավելի տնտեսապես ավելի պատրաստված իշխանություն։ Մյուս հարցը կոալիցիաների հետ կապված։ Սամվել Կարապետյանի բանտում լինելու հանգամանքը բացասական է ազդելու, իհարկե, մեր գյուղեր, որ այցելում ենք, մարդիկ իրեն են հարցնում, իրեն են ուզում տեսնել, քաղաքում էլ ինձ ով տեսնում է, դա է հարցնում։ Մեր իշխանության հաշվարկները երևի դրանում են։
Բայց մեր իշխանությունը մի բան հաշվի չի առել, որ արդարացիության գաղափարը մեր հասարակության մեջ բավական բարձր է եւ ամեն ավել օր, ինչ Սամվել Կարապետյանին իրենք պահում են, այսպես ասած KGB-ի պատվալուն, իրենք հասարակության աչքին կորցնում են արդարության վերջին նշույլը եւ Սամվել Կարապետյանը իր պրինցիպիալ դիրքով արժանանում է մեր հասարակության այն մարդկանց, ում մենք տեսնում ենք աջակցությանը, դա մենք տեսնում ենք համընդհանուր, մարդիկ հասկանում են, որ նա չի գնում գործարքի եւ մարդիկ գնահատում են դա, որտեղ հասկանում են, որ նա իր համար չի, որ չի գնում գործարքի։ Կոալիցիաների հետ կապված ընդլայնումներ ինչ որ տեսակետից մենք տեսնում ենք, բայց կոալիցիաների մասին չեմ կարող ասել։ Ավելի շատ կուզենայինք խոսենք հունվարին, անհատների հետ կապված ընդլայնումներ տեսնում ենք, իսկ կոալիցիաների հետ կապված հունվարին արդեն ինձ թվում է պարզ կլինի։ Կա մտքերի փոխանակում առողջ ուժերի հետ, հետաքրքիր ու ընդհանուր ընդդիմադիր դաշտը բավական հետաքրքիր է Հայաստանում պատրաստված եւ կա հետաքրքիր մտքերի փոխանակում։ Այն ուժերի հետ, որոնք որ ունեն պոտենցիալ եւ մեր տեսլականները ինչ որ առումով համընկնում են։ Շնորհակալություն, վերջին հարցը օրագիր մյուս